Միացյալ Թագավորությունը հետևում է Հայաստանի կառավարության եւ հայ առաքելական եկեղեցու միջև ստեղծված կացությանը։ Նոյեմբերի 17-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին, պատասխանելով Շոտլանդիայից ընտրված падգամավոր Բրենդան Օհարայի հարցին։ Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի սահմանադրությանն ու օրենսդրությանը, պատշաճ դատավարության ընթացք եւ արդարացի վերաբերմունք ապահովելով բոլորի համար։ Ակնկալում ենք նաեւ, որ դատական գործընթացները կմնան թափանցիկության եւ անաչառության շրջանակներում, հայտարարել է բրիտանացի նախարարը։ 6 хвилин. Батьківщина за рахунок цих двох. Ուկրաինական ընդդիմությունն այսօր պարալիզացրել է երկրի խորհրդարանի Գերագույն Ռադայի լիագումար նիստի աշխատանքն արգելափակելով կենտրոնական ամբիոնը։ Այս քայլի նախաձեռնողներն են դարձել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի Եվրոպական համերաշխություն կուսակցության անդամները։ Նրանց են միացել նաև ընդդիմադիր մյուս խմբակցությունները՝ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի Բատկիվշինան եւ Գոլոս խմբակցությունը։ Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է պաշտոնանկ անել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին եւ գործող կառավարությանը ողջ կազմով։ Մեր պահանջը կոալիցիոն կառավարության ստեղծումն է եւ ռազմաճակատ ուղարկվող միջոցների արմատական վերաբաշխումը, հայտարարել է Պորոշենկոն։ Ընդդիմությունն այս քայլին է դիմել նախագահ Զելենսկու մերձավոր շրջապատում ծագած կոռուպցիոն սկանդալի բացահայտումից մի քանի օր անց։ Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայում ընթացող պատերազմի շուրջ վաղը Թուրքիայում նախատեսված բանակցություններին, այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահը վաղը Ստամբուլում հանդիպելու է Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ։ Ուկրաինայի նախագահի խոսքով այդ հանդիպումների ընթացքում ինքը փորձելու է նոր լիցք հաղորդել բանակցային process-ին։ Կրեմլի խոսնակի պնդմամբ Զելենսկին Ստամբուլում հանդիպելու է մեր թուրք բարեկամների հավանաբար նաև պարոն Սթիվեն Վիտկոֆի հետ։ Մենք կսպասենք այս բանակցությունների արդյունքին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն այսօր երկրի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ լեհական հատուկ ծառայություններին հաջողվել է բացահայտել Վարշավա-Լյուբլին երկաթուղու հատվածներից մեկի պայթեցման համար պատասխանատու անձանց ինքնությունը։ Երկուսն էլ Ուկրաինայի քաղաքացիներ են, որոնք սակայն երկար ժամանակ է ինչ համագործակցում են ռուսական հետախուզության հետ, հայտարարել է Տուսկը, նշելով, որ երկաթուղու պայթեցումից հետո կասկածյալները լքել են երկիրն անցնելով Բելարուս։ Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ի երեկոյան երկաթուղային հաղորդակցության տևական խափանման պատճառ դառնալով։ Թուրքիայի ամենաազդեցիկ ազգայնական ուժի ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլետ Բահչելին այսօր հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել քրդական բանվորական կուսակցության հիմնադիր Աբդուլլա Օջալանին, որը 1999 թվականին դատապարտվել է ՑՄԱ ազատազրկման եւ արդեն 26 տարի է ինչ պահվում է Իմրալի կղզում գտնվող բանտում։ Եթե պետք լինի, ես 3 ընկերներիս հետ կմեկնեմ Իմրալի, հայտարարել է Բահչելին ազգայնական շարժում կուսակցության խորհրդարանական խմբակցության այսօր կայացած նիստի ժամանակ։ Բահչելիի խոսքով, եթե նպատակն ահաբեկչությունից զուրկ Թուրքիան է, ապա Իմրալի մեկնելու հարցում տատանումներն ավելորդ են։